հիմա ամենայն հայոց կաթողիկ ես եկել եմ մասնակցելու Տեր Արամի պատարագին ու նշեցի ինչ պատճառներով Տեր Արամին ոչ հիմնավոր մեղմ ասած կարգալույծ են արել ձեր նշած, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ ձեզ նշել, որ ինչպես վարչապետը նախորդ օրը նշեց, կարգալույծ արած անձը չի կարող որևէ մեկին կարգալույծ անել։ Թույլ տվեք մասնակցել Սուրբ պատարագին։ Ինչպես է օծել նրանց որպես քահանա։ Ինչպես է օծված քահանա։ Ես նշեցի, նորից եմ կրկնում, այս ընթացքում հանգամանքներ են պարզվել, փաստեր են ի հայտ եկել եւ փաստը մնում է փաստ, որ կաթողիկոս կոչեցյալը ձեր վեհապար կոչած անձը բացարձակապես կապ չունի հոգեվորականության հետ։ Դուք այս բոլորովդ խնդրում եմ պատասխանեք մի հարցի, արդյոք կաթողիկոսը ունի զավակ թե ոչ, ինչի մասին մենք հաճախ խոսում ենք, դուք նույն կաթողիկոսն էլ չի հերկել, ասեմ ձեզ, ու ոչ մեկ չի հերկել, որովհետև դա անհերքելի փաստ է, ով է քմծիծաղով։ Թող շարունակեն քմծիծաղով վերաբերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ փորձելու է եկեղեցին ազատել նմանատիպ մարդկանցից։ Համարյա ամեն կիրակի։ 7 վերք հիմնականում։ Այսօր քաղաքացիները նույն խոսքերով խոսեցի Մայրաթորի մասին, ինչ Նիկոլ Փաշինյանը կարծես ուղղորդում լիներ եւ պատրաստվում են որևէ գործողության։ Ինչ կասեք սրա մասին։ Ինչ գործողության են պատրաստում եւ ովքեր են պատրաստում, ես չգիտեմ, որևէ մեկը Մայրաթորի հարցակում չի պատրաստվում իրագործել։ Հայտարարում է Մայրաթորի։ Ինչ է հայտարարում։ Հայտարարում է, որ հարցակում են։ Մասին չէ, Մայրաթորի հետ կապված հայտարարությունները հաջողանում։ Ես ընդամենը մի նախադասությամբ կամփոփեմ, ես միշտ լսում եմ վարչապետին, ստորագրում եմ ասած յուրաքանչյուր բառի տակ եւ մեկ նախադասություն եւս կասեմ եւ սրանով կամփոփենք։ Մենք ժողովրդի հետ միասին չքաղաքականացնելով այս ամեն ինչը վեհարանը վերադարձնելու ենք վեհին։ Այն մարդիկ, ովքեր հոգեվորականության հետ որևէ առնչություն չունեն, րոպե առաջ հեռանալու են եկեղեցուց, նորից եմ նշում, առանց քաղաքական մոտիվների։ Վեհը առաջիկայում պարզ կլինի ով է, այնպես որ հիմա ոչ որևէ թեկնածու չունենք, մենք այսօր այստեղ ներկա ենք մասնակցելու Տեր Արամի մատուցած պատարագին։ Աստծո թեկնածուն ալիներ։ Փաշինյանն ասում է, որ Թեկնածուն լինելու են մարդը, վեհարանը վերադառնալու են մարդուն, ով իրականում հոգևոր արժեքներ է կրում։ Եվ այդքանով Հայաստանի Հանրապետության հավատացյալ ժողովուրդը։ այդ հավատացյալներին ոնց եք տարբերելու, ով է հավատացյալ, ով չի հավատացյալ։ Հավատացեք, տարբերակումը արդեն արված է։ Ինչպես է կարել, այ դա կուզենք իմանալ։ Մենք չենք կարել։ Այսօր նորից եմ կրկնում, վեհարանը րոպե առաջ ազատվելու է սատանայի հետ գործարք կնքած, սքեմի տակ թաքնված քայլող սատանաներից։ Դատաստանից չեք վախենում նման հայտարարություններ անելիս։ Ինչ եք հարցնում, դուք գոհ եք ձեր տված հարցից։ Դե հետաքրքիր է։ Այսինքն սրբապիղծ մարդուն կոչել վեհապար, դուք պիտի վախենաք, Աստծո դատաստանից պիտի վախենաք դուք, որ սրբապիղծ սքեմի տակ ուղակի թաքնված անձին անվանում եք վեհապար, դուք վախեցեք Աստծո դատաստանից։ Դուք վախենում եք։ Ես բացարձակապես չեմ վախենում, որովհետև իմ խիղճը մաքուր է, ես հավատացյալ մարդ եմ ու այսօր հենց դրա համար եմ այստեղ։